ինչու պետական հիմնարկները փակվեցին եւ աշխատողներին ուրեմն furlough են ասում, այսինքն գործից ազատում են ձևական դա բառը, որը նշանակում է դու չես վճարվելու, գնում ես տուն, եթե հետո փող լինի, քեզ նորից հետ կբերենք։ Դա շատ ֆորմալ process է, բոլոր նրանք, որոնք պետք է չաշխատեն, ստանում են կադրերի բաժնից, այսպես ասած, personal office-ից հատուկ նամակ, որ ասում է, որ դու չես վճարվելու անհայտ ժամանակով, մինչև որ կոնգրեսը նորից ֆինանսավորի կառավարությունը եւ իրավունք չունես աշխատանք կատարելու, քեզ քո սուպերվայզերը չպետք է կանչի եւ այլ, այսպես դու պետք է գնաս տուն։ Այդ ճիշտ ծավալ պետք է փակվի եւ այլ։ Հիմա մի երկու բառ սրա մասին, թե սա իրապես համարյա ամեն տարի է լինում, բայց իրականում այդպես չի, տենց թվում է եւ ընդհանրապես շատ ծանր էֆեկտ ունի որոշ սեկտորների վրա տնտեսության։ Այսօրվա, ասենք 2025 թվականի ուրեմն shutdown են ասում, այսինքն փակումը, կախված է էլի ինչպես միշտ անհամաձայնությունների հետ, ծախսերի հետ կապված, այսինքն մի կողմը դեմոկրատները ասում են պետք է ասես ծախսենք այս նպատակների համար, ռեփուբլիկանները դրա հետ համաձայն չեն, քանի որ համաձայն չեն կամ ընդհանրապես սպիտակ տունը պրեզիդենտն էլ մի կողմի հետ է, երկուսակցության հետ է եւ չի ստորագրում առանց պրեզիդենտի ստորագրության օրենքը չի կայանալու, ինչեւ որ 2/3-ը չկարողանա հաղթահարել պրեզիդենտական վիտոն, որը շատ հազվադեպ է լինում, իսկ մեծամասնություն ոչ մի կողմը չի ունենում ընդհանրապես կոնգրեսում, կոնգրես ասելով այս րոպեին հասկանում ենք եւ ներկայացուցիչների պալատը, House of Representatives եւ Սենատը։ Հետևաբար դա հաճախ չի լինում, որ պրեզիդենտ վետոն կարողանաս հաղթահարել։ Տվյալ դեպքում Թրամփը մեծամասնություն ունի եւ ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, դա իր համար խնդիր չի, բայց այնքան չի, որ կարողանան օրենք անցկացնեն բյուջետի ռեփուբլիկանները եւ ուղարկեն Թրամփին։